Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման արգելքի ֆոնին հայ-ռուսական նոր սկանդալ է հասունանում հայկական երկաթուղու շուրջ։ Մոսկվան սուր է արձագանքել Փաշինյանի սպառնալիքին, թե կարող է գալ մի օր, որ 30 տարով ռուսներին անվճար շահագործման հանձնված երկաթուղու համար Հայաստանը տարեկան $2 միլիարդ պահանջի Ռուսաստանից։ Այդ դեպքումս ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենի Հայաստանը ստիպված կլինի վերադարձնել հայկական երկաթուղում 18 տարի շարունակ արված ռուսական ներդրումները։ Ռուսական երկաթուղիներն իրավունք ունի ակնկալելու, որ Հայաստանի երկաթուղային ցանցում կատարված ներդրումային միջոցները կվերադարձվեն, եթե Երևանը դադարեցնի կոնցեսիոն պայմանագիրը կամ փոխի դրա պայմանները։ Հայաստանը կդադարեցնի կամ կփոխի հավատարմագրային կառավարման պայմանագիրը, եթե բարեկամական ձևով խնդիրը լուծել չհաջողվի, հայտարարել էր Փաշինյանը։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանկանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան $2 միլիարդ վարձավճար ուզեք, կամ էլ Հայաստանի ղեկավարն անգամ չէր բացառել, որ բանը կարող է հասնել միջազգային տնտեսական վեճի, որովհետև երկաթուղին Հայաստանի սեփականությունն է ու Հայաստանը պետք է որոշի դրա շահագործման պայմանները։ Կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Փաշինյանի այս հայտարարություններին արձագանքած ռուս պաշտոնյաները նկատել են, որ կոնցեսիոն պայմանագրի միակողմանի խզման կամ պայմանների փոփոխության դեպքում Հայաստանը չի կարող Ռուսաստանից հավելյալ վճարներ պահանջել։ Հարավկովկասյան երկաթուղին ռուսական ընկերության անվճար ակտիվ չէ։ Դրա վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Հայաստանի կողմից Ռուսաստանից լրացուցիչ վճարումներ պահանջելը կլինի անհիմն։ Վերլուծաբանները վստահ են, հայկական երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից վերցնելու պաշտոնական Երևանի մտադրությունը Բրյուսելի պահանջն է։ Ես կարծում եմ երկաթուղու հարցում Փաշինյանի առաջ պահանջը դնում է Եվրամիությունը Ռուսաստանից հավատարմագրային կառավարումը վերցնելու իմաստով։ Բադալյանը հիշեցնում է Փաշինյանի հայտարարությունը, թե կան երկրներ, որ հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղուց զուտ այն պատճառով, որ այն Ռուսաստանն է կառավարում։ Այստեղ մի քիչ տարօրինակ է Փաշինյանի այդ արտահայտությունը, որովհետև ռուսական կառավարման ներքո է, բայց ոչ ռուսական սեփականության։ Եվ Ռուսաստանը երկաթուղին կառավարում է ըստ Հայաստանի հետ կնքված պայմանագրերի եւ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Փաշինյանն առաջարկել էր հայկական երկաթուղիների կառավարումը հանձնել մի այնպիսի երկրի, որը լավ հարաբերություններ ունի եւ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ, օրինակ էր բերել Ղազախստանը։ Դեպք չեն կլինի, եթե պարզվի, որ մեր եւ Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսս համար էլ ընդունելի է։ Դե գիտեք, հիմա որ ասեմ քննարկումը այնպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում որտեվ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։ Քաղաքագետը չի բացառում, որ դա հենց Բրյուսելի սցենարն է։ Եթե մենք դիտարկենք, թե ինչ ստեղծ են նաև Եվրամիության ու Ղազախստանի շփումներն ու հարաբերությունը, ապա ամեն ինչ պարզ կդառնա եւ այդտեղ որևէ զարմանալի բան չի մնա։ Որքան էլ Եվրամիության ներողություն Ղազախստանը, որքան էլ Եվրասիական միության անդամ է։ Բադալյանը նկատում է, որ անցած տարվա մարտին միջին միջանցքի ու տրանսկասպիան միջանցքի շուրջ քննարկումները Եվրամիությունը հենց Կենտրոնական Ասիայի երկրների հետ սկսեց։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, 100